Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է տիկին Դմիտրիուի այցը Հայաստան, ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային եւ արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։ Անիտա Դմիտրիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ջերմ վերաբերմունքի համար, վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր, ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմոլորտ փոխգործակցության ընդլայնումը։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր, անդրադառնալով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող զարգացումներին եւ համագործակցության հնարավորություններին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների վերաբերյալ եւ այս համատեքստում ընդգծվել է խաղաղության հաստատման եւ կայունության պահպանման կարեւորությունը Հարավային Կովկասում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի ազգային ժողովի եւ Կիպրոսի հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե Հունանյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում են ազգային ժողովից։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ եւ խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին։ Անիտա Դմիտրիուն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին հրամանագիր է ստորագրել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահին բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին։ Հիմք ընդունելով ազգային ժողովի նախագահի միջնորդությունը համաձայն սահմանադրության 136-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին օրենքի 5.3 հոդվածի առաջին մասի Հայաստանի եւ Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուին պարգևատրել բարեկամության շքանշանով, նշվում է հրամանագրում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում են կառավարությունից։ Հանդիպմանը սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը, դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկատիրության եւ ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակով անվտանգության կառավարման համակարգերի եւ արտադրանքի համապատասխան սերտիֆիկատների ստացման աջակցության առաջարկվող ծրագրի, ինչպես նաեւ վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառության մեջ դրված կարգավորումների վերաբերյալ։ Նիստի ավարտին քննարկված հարցերի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հարցի քննարկման ժամանակ ասել է, որ ներկայումս ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նա նշել է, որ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ, այն է պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափել եւ 462-րդ հոդվածի վարժական հավաքից խուսափելը նախաձեռնվել է ընդհանուր 1400
499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Նա նաև տեղեկացրել է, որ վարժական հավաքներից խուսափելու հոդվածում առաջարկվում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամուտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-պատիկի չափով բառերը փոխարինել 15-պատիկից 30-պատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը 2 տարի ժամկետով փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը, ասել է նա։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս հյուրընկալել է Կամարից բնակավայրի բարերար Աշոտ Արշակյանին։ Հանդիպման առիթը առաջնահերթ 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման մեծ ծրագիրն էր, որը կյանքի կոչվեց բարերարի հովանավորությամբ եւ հետեւողականությամբ։ Աշոտ Արշակյանի նախաձեռնությամբ Կամարիցում իրագործվել են մեծածավալ այլ աշխատանքներ եւս, որոնք նկատվում եւ գնահատվում են գյուղի բնակչության կողմից։ Կարևորելով բարերարի սրտացավ վերաբերմունքն ու մեծ ներդրումը, համայնքի ղեկավարը հյուրին պարգևատրել է շնորհակալագրով, ապա քննարկվել են արդեն ավարտուն, ինչպես նաև նախատեսվող մի շարք ծրագրային աշխատանքներ ի նպաստ համայնքի բնակավայրերի։ Մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը օժանդակելու Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն։ Այս մասին հայտնում են ՀՅԴ բյուրոյի Հայդատի կենտրոնական գրասենյակից։ Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիային հանձնառությանը հնարավորություն տալ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ եւ համատեղ վերադարձի շուրջ։ Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի ազգային խորհրդի падգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը եւ Ստեֆան Մյուլեր Ալտերմատը։ Մարմարիկ գյուղում մայիսի 4-ին անհետացած երկամյա Տիգրանի որոնումները շարունակվում են։ Մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը։ Աշխատանքները շարունակվում են, բոլոր վարկածներն ու տեղեկությունները ստուգվում, նույնիսկ անհավանականները, նշել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Այսօր մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 12:50-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի երկրորդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել։ Շամշյան Խոմի տեղեկություններով ժամանել են ոստիկաններ ու սակրավորներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մարտական նռնակը հայտնաբերվել է նշված վարչական շենքի ժողովրդին հայտնի կոմունալի պետ Վոլոդյա Հայրապետյանի աշխատասենյակում եւ հենց նա էլ հայտնաբերել է նռնակը, երբ ժամանել է աշխատանքի, աթոռը քաշել է որպեսզի նստի ու նկատել է նռնակը։ Դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 19-ից 20-ը բացահայտվել է 143 հանցագործության դեպք, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, ապօրինի ծառահատման, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, ճանապարհատրանսպորտային պատահարի եւ շորթման մեկական դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցված 9 ավտովթարի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։
Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 156, առանց վարորդական իրավունքի վկայականի 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 33, ժամանակապված վարելու 860, առանց մանկական նստատեղի քարտիզի 13, վարելու ընթացքում ծխելու 426, վարելի սեռախոսից օգտվելու 310, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 75 եւ 2069 այլ իրավախախտում, 152 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 466-ը տեխնիկական զննություն չանցած, 71-ը լուսարձակների անսարքությամբ, 105-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածակներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15427 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 214, առանց վարորդական իրավունքի վկայականի 588, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 74, ժամանակապված վարելու 3570, առանց մանկական նստատեղի քարտիզի 219, վարելու ընթացքում ծխելու 489, վարելի սեռախոսից օգտվելու 579, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 56, արագության գերազանցման 2220 եւ 4740 այլ իրավախախտում, 493 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1668-ը տեխնիկական զննություն չանցած, 344-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 15 բեռնատար, 179 թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 36 անձ։ Մայիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 10:11-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Վրաստան սահմանային գոտու Բավրա գյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք գրանցվել է օջախի 10 կիլոմետր խորությամբ 29 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Աշոցք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են հանրապետության տարածքում մայիսի 21-ին, 24-ից 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ից 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։